Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, ամենաթեժ ու հետաքրքիր սերիաները դեռ առջևում են։ Հեռուստադիտողներն ականատեսը եղան, թե ինչպես Նոյի ու Անգելինայի հարսանիքի ժամանակ Նոյը սպանվում են։ Հեռուստադիտողներն ուղղակի հիացած են Ռոզա Դավթյանի խաղով։ Նա կարողացավ հուզել ու դիպչել հեռուստադիտողների սրտերին։ Հեռուստադիտողները միայն հիացմունքի խոսքեր են գրում նրա մարմնավորած կերպարի մասին։ Իսկ թե ինչ է սպասվում հետագայում, ցույց կտա ժամանակը։ Նոյն այլևս չկա, Անգելինան ազատ է, բայց նա ապրում է այն սարսափով, տեսնում է ամեն անգամ, թե ինչ է կատարվել իր հարսանիքի օրը։ Իհարկե այդ ամենը հեշտ չէ և Անգելինային ժամանակ է պետք, որ այդ ամեն ինչի միջից կարողանա դուրս գալ։ Հենրին շատ էր ցանկանում, որ Անգելինան չամուսնանար, բայց Նոյի համար նման վախճան նա հաստատ չէր ցանկանա։ Բայց հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են, թե երբ է վերջապես Անգելինան իմանալու իր կենսաբանական ծնողների մասին և մի փոքր թեթևանալու իր ցավը։ Աննան, ով այսքան ժամանակ կարծում է, որ իր երեխան մահացել է տարիներ առաջ, իր երեխայի հարսանիքին էր գնացել չիմանալով, որ հենց իր դուստրն է հարսանեկան զգեստով։ Իհարկե այդ հարսանիքը տեղի չունեցավ, բայց միևնույն է, նա արժանի չէր, որ աղջկա դստերը անտեղյակ լիներ։ Իսկ նկարահանման հրապարակում թեժ իրավիճակ է, նկարահանումները շարունակվում են։ Եթե ցանկանում եք տեսնել, թե ինչպես են անցել այսօրվա նկարահանումներն, ովքեր են եղել նկարահանման հրապարակում և ինչ տեսարաններ են լինելու, ապա մնացեք մեզ հետ, չմոռանալով բաժանորդագրվել մեր ալիքին, իսկ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրեք արդյոք արդարացի էր Նոյի մահը, թե ոչ։ Գրեք նաև, թե Վերջին զանգը հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ իմանալ։ Իսկ առջևում նոր ու հետաքրքիր զարգացումներ են, այնպես որ բաց մի թողեք ձեր տեղեկացված լինելու հնարավորությունը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի տեղեկանաք շոու բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Ինչպես պարզ է դառնում, Բետին այնքան է մտերմացել որդեգրվող երեխայի հետ, որ արդեն տուն է բերել և շախունցները, ինչպես երևում է, շատ լավ են վերաբերվում։ Եվ այսքանից հետո արդյոք Հենրին կկարողանա բաժանվել Բետիից ու երջանիկ լինել Անգելինայի հետ գոնե վերջին սերիաներում, որովհետև հեռուստադիտողները հեռուստասերիալը նայում են միայն այն պատճառով, որ ցանկանում են, որ ավարտին Հենրին ու Անգելինան միասին լինեն։ Բայց արդյոք դա հնարավոր է և արդյոք կտեսնենք մենք այդ պահերը, որ Հենրին ու Անգելինան վերջապես միասին ու երջանիկ կլինեն։ Կողքին է, իմ աղջիկն է մարմնավորել ու այսօրվա դրությամբ ինքը, ասենք, ես տեսնում եմ ինչա կատարվում դրսում, երբ որ Ռոզան հայտնվում է, ապրես բալես, որովհետև դու անկեղծ ես։ Եթե ինչ-որ մի բան մասնագիտական, շատ մասնագիտական, դու այնքան մեր ինտուիցիան ես, որ դու դա անում ես, կարող է չիմանալով ինչի համար, բայց շատ ուժեղ ինտուիցիա ունես, դու շատ մեծ բարձունքների կհասնես, ապրես։ Ապրես, քո շնորհքի համար։ Այն ինչ որ չի ստացվում, ինքն է հումորով է վերաբերվում։ Ում ինչ ասում, մենք պրոֆ ենք, այո, մենք պրոֆ ենք։ Անկեղծ եմ ասում, այնքան շատ եմ հոգնում, որ մեկ-մեկ ինձ թվում է խցանումների ժամանակ քնելու, եթե մի քիչ երկար մի տեղում կանգնեմ, անբացատրելի հոգնել եմ։ Երեկվա իմ շատ խառը օրվանից հետո հաջորդում է այսօրվա խառը օրը։ Այսօր հասցրել եմ արդեն առավոտ բալուսով լիքը բաներ անեմ ու հələ շարունակում եմ անել։ Ներկապային արդեն սկսել եմ մտածել իմ մասին։ Գնացինք մեքենան լվացինք։ Հեսա գնում ենք, մենք լվացվենք, այսինքն սափրվենք, էլի սիրում ապրատին։ Գնում ենք նկարահանման, հետո գնում ենք հարսանիք, խառը օր է սպասվում, սիրելիներս, խառը օր։ Սիրելիներ, քանի որ պարապ է մնացել Լիլիթը, որովհետև բուժքույն ուշանում, այսինքն ժամադրել եմ, այո։ Ես որոշեցի կիսվեմ մի հետաքրքիր ինֆորմացիայով։ Ես քանի ժամանակ, ինչքան ժամանակ, ես ուզում էի գրական այս երգերը որ կան մեր շտը, գիտեք, երգերը, փոխեմ ախրկելագերերով երգենք, էլի, խնդալու գլի։ Հիմի ես ասած ինչ է, որոշել եմ այդպես բանը մտածել եմ ենին։
Առաջինը մտքիս եկավ էս վերջին երգը, էլի գնաց։ Այ քուքոդդ ինձի հիշես նեգը թոնի հոդը Պարապությունը գարշանի բան է Նկարահանման էի Արդեն ավարտեցի նկարահանումս գնում եմ իմ մնացած գործերով բայց ասացի հաջես սենց վաղուց էլի չէի բարևել սենց հաջես բարևեմ ու մեկ էլ քանի որ շատ հետևորդներ ունեմ նոր պատուհան թողնեմ գրեք ինձ հետաքրքիր հարցեր փորձենք ծանոթանալ Բարի երեկո բոլորի ուրեմն հիմա մի նոր ֆիլմի նոր սցենարի վերջակետ է տրվում վերջակետ ասելով նշանակում է սկիզբ որովհետև վերջակետը տրվում է մտքի բայց իրագործման սկիզբն է ազդարարվելու շուտով թե ինչ է լինելու դեռևս չեմ բացի փակագծերը ոչ թե որովհետև սնահավատ եմ ոչ թե որովհետև ինչ-որ բաներից չգիտեմ վախենում եմ այլ պարզապես ցանկանում եմ որ այն ինչ-որ չափով դառնա շոշափելի որ նա ձեզ կարողանա մոտուցել այնպես որ սկսենք համբերությամբ եւ իմացեք որ լավագույնը ստեղծում եմ ձեզ համար որովհետև յուրաքանչյուր օր մտածում ենք թե ինչ հետաքրքիր բան ստեղծենք Այսօր որոշել եմ էլի նկարահանման հրապարակից վիդեոներ գցեմ չգիտեմ որոշումս ինչքանով հնարավոր կլինի իրագործել բայց դե